Երկրի վրա քայլող քաջ արյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Ավետիս Հայգազի Զարգարյան, ապրիլյան պատերազմի ողջ մնացած հերոս, ծնվել է 1996 թվականի հուլիսի 6-ին Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղում, սակայն արմատներով սերում է Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից։ Փոքր տարիքում եղել է ժիր երեխա, սակայն և ունեցել է համեստություն, ունի իրենից փոքր մի եղբայր։ Դպրոց է գնացել 2002 թվականին, հաճախել է իրենց գյուղի դպրոցն ու եղել է հարվածային։ Մանկապատանեկան տարիներին 12 թե 14 տարեկանում զբաղվել է սպորտով, սիրողական քինգբոքսով և ունի վաստակած արծաթե մեդալ 2-րդ տեղի համար։ Երբ դպրոցն ավարտել է, ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստան, սակայն մի տարի ու կես հետո հայրենիքի կանչով Ավետիսը վերադարձել է, որ պաշտպանի հողը հայրենի, և պաշտպանեց։ Նա նույնիսկ 2 ամիս շուտ էր եկել հայրենիք։ Մեր քաջի ոգու հայրենասիրական ուժը գալիս է հորից, նա իր հոր արժանի զավակն է։ Խոնարհումս և ձեզ, հերոսիս հայր, պարոն Հայգազ, որ տարիներ առաջ մարտնչել եք ազգի խաղաղության համար և արդյունքում դաստիարակել ու մեծացրել եք քաջի ոգով հերոս հայորդի։ Ավետիսը բանակ զորակոչվել է 2015 թվականի հունվարի 21-ին, Արցախ, Մատաղիս, իսկ 6 ամսից տեղափոխվել է Թալիշ, 1 տարի 3 ամիս ծառայել է պատվով և անտորտունջ, բայց մեր համեստ զինվորին այլ բան էր սպասվում։ Դժնդակ ապրիլյան պատերազմ։ Այն սկսվել է ապրիլի 2-ին, բայց ամսի 3-ին Ավետիսը տուն է զանգել ու խոսել մոր, հերոսածին տիկին Սոնյայի հետ, հանգստացրել, թե ամեն ինչ լավ է, ու երբ հարցրել են, թե արդյոք ճիշտ է, որ կռիվ է հեռուստացույցով են ցույց տալիս, նա ասել է. սուտ լուրեր են։ Սակայն հենց հաջորդ օրը, ապրիլի 4-ի առավոտյան Թալիշում վիրավորվել է։ Ամսի 3-ի գիշերը թեժ մարտի պատճառով իր ընկերների հետ մնացել է Խրամատում, իսկ առավոտյան իմացել է, որ 2 զոհ ունեն, շարքային Գևորգ Վարդանյանը և դասակի հրամանատար Հրաչ Գալստյանը։ Վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը որպես առաջարկ հարցրել. ով կգա, գնանք տղերքի մարմինները բերելու։ Շատ պատասխանատու պահ, որ կարող է և իրենց համար կյանք արժենար։ Հնարավոր էր, բայց հո տղերքի մարմիններն անթաղ չէին թողնելու։ Դա բացառված էր, թեկուզ սեփական կյանքի գնով, պատմում է հերոսն անձամբ։ 6 հոգով պատրաստակամություն հայտնեցին գնալու։ Ազերիները գալիս էին, որ օգնություն ցույց տան իրենց կողմից գրավված դիրքի իրենց ընկերներին։ Ընդամենը 10 մետր էր մնացել, որ հասնենք մեր տղերքի դիակներին, երբ մեր հրամանատարը Արգիշտի Գաբոյանը դիրքավորելու հրաման տվեց։ Մինչև ինքը կգնար, կբերեր տղաներին ու այնտեղից մենք էլ իրենք օգնեինք, կտանեինք, ասաց. մինչև ես նշան չանեմ, ինքս չկրակեմ, դուք չկրակեք։ Ու մի րոպե էլ չանցավ սկսեց կրակել, և ըստ հրամանի մենք անցանք մարտի, որի ընթացքում էլ ես վիրավորվեցի, իսկ նա զոհվեց։ Փառք անձնազոհ հրամանատարի հիշատակին, խոնարհումս նրան։ Թեժ մարտի ընթացքում գնդակը մտել էր Ավետիսի ծնոթը, թիկունքով իջել ներքև, վնասել մի քանի ող ու ողնուղեղը,
Մարտը տևել էր մոտ 40 րոպե։ Երբ մեր քաջը վիրավորվել է, նրա ընկերը Աբրահամյան Լիբարիտը կրակոցներ անտեսելով այդ տեղատարապ կրակահերթի տակ գնացել է օգնական ուժեր բերելու, ում շնորհիվ էլ այսօր մեր հերոսը ողջ է, բայց մինչև Լիբարիտն օգնական ուժի հետ եկել է, ավետիսն արդեն ուշաթափված է եղել ու գիտակցության եկել է հաջորդ օրը ապրիլի 5-ին հոսպիտալում։ Մեր կենտանի լեգենդի հոգու ցավն առավել խորն է, քան մարմնականը։ Թեպետ վիրավորումը խորն ու ծանր էր, բժիշկները նրան ապրելու հույս չէին տալիս, սակայն այլ տարբերակ չկար, պետք էր ապրել, պայքարել, տոքալ ու ապացուցել բոլորին, ազերի գազանին, նույնիսկ իրեն ապրելու հույս չտված հայ բժիշկներին, որ նա իսկական քաջ է և շուտ հանձնվելն իր համար չէ, ու ապացուցեց այրունար բու հակառակորդին, որ նա անզոր է դուրս գալու հայի դեմ։ Դե ցնցա, Զարգարյան ընտանիք, քանզի որդիդ ողջ է ու հերոս, իսկ ապաքինումը լոկ ժամանակի հարց է։ Նա շուտով ոտքի կկանգնի, ես համոզված եմ դրանում։ Ծնողները Ռուսաստանում են իմացել իրենց որդու վիրավորվելու լուրը, իմացել են հերոսի հորեղբորից, ով լացակոմած զանգել ու ասել է, իսկ նրանք ակնթարթային հասնելու համար ինքնատիրի տոմս չճարելով, տաքսով 19 ժամ ճանապարհ են եկել։ Դե եկ, ծնող, ու մի ցնորվի, խոնարհումս քեզ քաջս, որ տոկուն ես ու անկոտրում, որ քո տեսակով պայքարող ես ու չկոտրվող։ Ավետիսը շատ էր ուզում ծառայել։ Շատերն ամեն ինչ անում էին բանակից խուսափելու համար, իսկ նա 2 ամիս շուտ էր եկել Ռուսաստանից, որ ժամանակին մեկնի ծառայության։ Երբ վերակենդանացման բաժնում է եղել, հայրը հարցրել է. «Տղաս, բոլոր դեպքերում ինձ հետաքրքիր է, թե վերջին զանգից ժամանակ ինչու էր այդպես հիվանդակին ծիծաղում, որ մաման տանկի կրակոցը չլսի»։ Մի կերպ շշնջաց մեր քաջը, ապա հավելեց. «Ուրիշ ձև չի կարող լինել, պետք է քայլեմ, ճիշտ է համառություն, կամքի ուժ է պետք, և ես աշխատում եմ չկոտրվել, ես վստահ եմ քո ուժերին, հերոս ջան, այդ օրը հեռու չէ, նրա աչքերի խորքում տեսանելի է ամեն ինչ, ցավ, ափսոսանք, տառապանք, երբեք չցուցադրվող լճացած արցունքներ, հպարտություն, մեծ կամք, հույս, ուժ և ցավի միջից ծլարձակող ժպիտ։ Մեր հերոսն իր խիսախության և տոկուն ոգու համար Արցախի կողմից արժանացել է արիության մեդալի։ Փառք ու պատիվ քեզ, մեր արժանի հերոս։ Քո խրորտ ոգու առաջ խոնարհվում եմ ու պատվի առնում, պատիվ ունեմ։